Այսօրվա մեր վիրահատությունը արգանդի տոտալ հեռացում է, որը պետք է կատարենք լապարասկոպիկ եղանակով։ Եվ այսօր ձեզ կներկայացնեմ, թե ինչպես է կատարվում լապարասկոպիկ վիրահատությունը գինեկոլոգիայում։ Ընդհանուր տեխնիկան, հիվանդի դիրքը եւ մյուս բոլոր նյուանսները։ Գնանք վիրահատարան։ Սա այն սարքն է, որի միջոցով մենք կարողանում ենք տեսնել որովայնի խոռոչը, այն կոչվում է լապարասկոպ։ Սկսում ենք վիրահատությունը, նայեք հիվանդի դիրքը, ոտքերը այսպես բարձրացված է, գտնվում է հորիզոնական դիրքում։ Սա կոչվում է լիտոտրիպսիկ դիրք։ Գինեկոլոգիայում սա հիմնական դիրքն է, որով որ պացիենտները վիրահատում են։ Որպեսզի մենք որովայնի խոռոչում կարողանանք աշխատենք, պետք է նրա մեջ գազ լցնենք, որպեսզի որովայնը փքվի եւ մենք տարածություն ունենանք այնտեղ աշխատելու։ Եվ միակ ֆիզիոլոգիական գազը, որ օրգանիզմում հնարավոր է օգտագործել եւ խնդիրներ չի առաջացնում, ճակերտավոր, դա CO2 կամ ածխաթթու գազն է։ Եվ մենք գազը լցնում ենք սպորտի հատվածից մի փոքր վերև, փոքրիկ ասեղի օգնությամբ մտնում ենք որովայն, այդ ասեղը կոչվում է վերիշի ասեղ։ Այս ասեղի մասին է խոսքը, այստեղ գազից եկող խողովակն է միացվում եւ այն մտցվում է որովայն, որպեսզի գազը ներմուծի որովայնի խոռոչ։ Սրանք տրոակարներ են կոչվում, կա 10 եւ 5 մմ-անոց տրոակար, ու ավելի մեծ չափսերի կան։ 10 մմ-անոց տրոակարը տեղադրվում է պորտի հատվածից, որպեսզի կամերան, տեսախցիկը կամ լապարասկոպը նրա միջով դրվում է եւ մենք կարողանում ենք որովայնի ներսը տեսնել։ Հիմա սկսենք վիրահատությունը։ Այդ ասեղն է վերիշի, գազը տեսեք լցվում է որովայնի խոռոչ, այս ասեղի միջոցով։ Հիմա տրոակարն ենք դնում, որպեսզի կամերան նրա միջոց անցկացնենք որովայն։ Նայեք, մենք արդեն որովայնում ենք։ Հիմա երկու հատ տրոակար ավելի փոքր չափսերի դնելու ենք աջ կողմնային եւ ձախ կողմնային հատվածներում եւ մի հատ տրոակար դնելու ենք այս մեջտեղի հատվածում եւ մենք սկսենք մեր վիրահատությունը։ Նայեք, այս տրոակարն է, հիմա այնտեղ նայեք, ոնց ենք դնում որովայնում։ Ահա։ Մտքերը, որով որ մենք աշխատում ենք, օրինակ սա։ Սա ակցան է, հապուկ, նայեք։ Մտնում ենք որովայն, այսպես, եւ արդեն այս գործիքով մենք կարողանում ենք ներսում գործողություններ կատարել։ Ամյուս գործիքներն է կտեղադրենք եւ արդեն սկսենք բուն վիրահատությունը։ Այս գործիքը կոչվում է արգանդային մանիպուլյատոր, գինեկոլոգիայում, որպեսզի մենք կարողանանք ավելի հեշտ աշխատել, սա տեղադրում ենք արգանդի խոռոչում, որպեսզի իրան տեղաշարժվենք եւ վիրահատությունը ավելի հեշտ է ստացվում։ Հիմա նայեք, մենք իրան տեղադրում ենք, կարող եք էկրանին նայել, ինչ կերև է էկրանին։ Արգանդը հիմա դուք կտեսնեք։ Նայեք, ես արգանդը տեղադրեցի եւ բարձրացրեցի եւ կարողանում եմ այստեղ շարժել։ Դա բավականին հեշտացնում է մեր վիրահատական միջամտությունը։